Ես Արմեն Նազարյանը անցնում եմ Կարլեն, Արտակ, եղբայրների գործով, Որտեղ է եղել այդ դեպքը։ Շամշադին Մեհրաբ, Տավուշի մարզ Մեհրաբը։ Ուրեմն ես մենակ այն եմ տեսել, որ մտանց սկզբից միջանցքում խոսում էին, ոչ մեկ էլ կռվելու նպատակ չուներ։ Ով էին խոսում, այդ զինվորները եւ լեյտենանտը։ Մեկ էլ լեյտենանտը խոսում էին, հետո որ մտան սենյակ, դուռը մի քիչ բաց էր։ Խոսակցության ընթացքում լեյտենանտ Մկրտչյանը խփեց բանը Կարլենին, մեծ աղբորը խփեց, Կարլենը մի հատ իրան հետ հրեց, հետո Արտակը հետ էր քաշում Կարլենին, չէր թողում որ Կարլենը խփի լեյտենանտ Մկրտչյանին։ Հետո տես մտավ Մանուկը Մկրտչյանի հետևից բռնեց քաշեց, Մկրտչյանը որ անդադար դրթում էր որ Կարլենը իրան խփեր էլի։ Իսկ Մանուկը ով է։ Մանուկը այդ գործով է նորից։ Չեմ հիշում հասկանում Մանուկի։ Ինքը ծառայող էր նույնիսկ։ Ծառայող էր։ Հիմա Կարլենից հետ է։ Կալանաբայրում։ Մանուկը հետ էր քաշում անդադար, հետո այտենց Արտակն էլ Կարլենին էր հետ քաշում, ոչ մեկ էլ չէին ուզում որ կռիվելներ։ Այտենց առանձնացան դուրս եկան գնացին էլ, հետո Մկրտչյանը գնացել էր զեկուցել էր ինչ էր արել։ Օրիանտ է։ Իսկ ինչից է սկսվել այդ ամեն ինչը։ Մաքրությունից։ Տիպը մաքուր չեք պահում եւ այլն, հա, լեյտենանտը բան արեց։ Այտենց էլի անիմ լեյտենանտը պատասխանատու էր։ Իսկ հիմա տղաներին ասում են որ դրանք ծեծել են այդ լեյտենանտը։ Տղաներին ասում են որ ծեծել են, բայց ասենք հաստատ ասենք իմ տեսածով Մկրտչյանին մի հատ կամ երկու հատ են խփել Մկրտչյանի խփելուց հետո։ Առաջինը Մկրտչյանը խփեց Կարլենին։ Իսկ ո՞նց խփեց, ուժեղ խփեց, երեսին։ Չէ, ուժեղ խփեց։ Այդ լեյտենանտը չէր խփում, մի անգամ մենակ խփեց։ Չէ, հետո դե այդ ընթացքում չտեսել խփեց թե չխփեց, բայց ասենք հաստատ խփած կլինի էլի, որովհետև ասենք ինքը անդադ գալիս էր առաջ գորգորում էր բաներ անում, Արտակն էլ աղբորը քաշում էր, ասում էր հանգստացի պետք։ Իսկ ով խփեց լեյտենանտին։ Բանը Կարլենը։ Կարլենը խփեց։ Այն երկուսը հեչ չեն մասնակցել կռվի մեջ, բայց մա երկուսն էլ անում են ինչպես։ Այն երկուսը չեն մասնակցել, բայց հիմա Կալանավայրում է։ Կալանավայրում։ Իսկ դու ասում ես որ իսկ քո ճնշում գործադրվել է։ Դե ինձ ապրիլի 8-ին ինձ բանը սպաներով ծեծեցին, տարան ռազմական ոստիկանություն։ Ինչի համար են ծեծել։ Ես մնացել էի Կուբրիկը մաքրություն անող, շտաբի պետը գիտեր, գնդի շտաբի պետի տեղակալը փոխգնդապետ Արամյանը։ Եկան հարցրեցին, ասացին ով ֆիզո չի ելել, լեյտենանտ Ղաբուզյանը ասաց Նազարյանը ու ինձ ծեծեցին այդտեղ, կապիտան Գասպարյանը ծեծեց։ Ինչի համար, համար որ դու ֆիզո չես եղել։ Յանի մենակ բանը ես ֆիզո չեմ ելել, բայց ասենք շատ մարդիկ էլի չէին ելել, ուղղակի լեյտենանտ Ղաբուզյանը ինձ չէր սիրում, իմ անունը տվեց որ։ Իսկ դու դա կապում ես այն բանի հետ, որ դու տեսել ես այդ կռիվը եւ կապում ես, հա։ Ինձ որ տարան ռազմական ոստիկանություն մի քանի անուն կար, իմ անունն էլ մեջը, ասեցին դու էլ ես վկայել է ոնց է Կարլենն ու Արտակը ծեծե։ Դե սկզբից ես ոչ մի բան չէի ասում, հետո ասեցին բանը պետք չի ասա ինչ որ կա ասենց նեն սկսան խոսալ, հետո ես ագրեցի որ եկա բանը ռազմական ոստիկանություն ինձ բերեցին հատուկ գումարտակ։ Դες դե անդադ մտածել որ ոնց անեմ որ լավ լինի, ինչ անեմ որ լավ լինի, հետո որ ես ուղղալիատ էլ ասին կարելեսման, ինչ որ ոնց որ ճիշտ էր, ես տենց էլ ասեցի, անի մոդելը դե դաժե ինձ ասեցին դու դա ատվարաբեր։ Հետո ինձ բանը, ես այդ վաղ հոգեբուժարանում էի պարկած։ Ինձ տարել էին հոգեբուժարան։ Ինչի։ Սրտի դեղ էի խմել 2 հատ, վատացել էի։ Իսկ ինչի էի խմել սրտի դեղ, սիրտը լավ չէր, տակում էր։ Իսկ դեղը քեզ ով տվեց։ Ընդեղից վեգան։ Ընդեղից վեգալեցի։ Բժիշկ չկար։ Չէ։ Պրոստը վեգալեցի ու խմեցի։ Վեգան, երկու տեղ են։ Իսկ քեզ ծեծել են սպաները միջև բան տանել։ Միջև տանել է ոստիկանություն, զինվորական։ Իսկ ովքեր են սպաները։ Լեյտենանտ Ղաբուզյանը, լեյտենանտ Մկրտչյանը, կապիտան Գասպարյանը, ավագ լեյտենանտ Աղվերդյանը։ Նույն Մկրտչյանը այն որը Հա։ Իսկ ոստիկանություն քեզ չեն ծեծել։ Չէ։ Նորմալ քո հետ վարվում էին։ Դե նորմալ ընդեմ մնացել, ինձ բերում էին արցը քնում էին առավոտ, իրիկունը տանում էին գոսպիտալ քնում էի, նորից առավոտ բերում էին ընդե, նորից արցը քնում էին։ Իսկ քո ընտանիքի վրա ճնշում գործադրվել է։ Չէ։ Չի գործադրվել։ Դու որտեղ ես ապրում։ Կոտայքի մարզ գյուղ Ալափարս։
Դու արդեն բանակը պրծավ քո բանակը։ Բայց քեզ էլի տանում բերում են։ Ու դրանից հետո քննիչը ինձ բանը կանչեց, ասում է դու պետք է գաս Երևան, ասում եմ խիմա թուղթ կա վեկալելու, գնացի գազելից պետք է թուղթ վեկալեի, չկարացա վեկալեի, գազելի չէին տվել, թե գազելի շոֆերն ասավ չկա բան, եկա տուն, մի օր ծանոթում եկա, վաղը ժամը 12-ին ներկանաս Իջևանի քննչական, չգնացի, հաջորդ օրը միլիցիայություն եկավ, ինձ տնից տարավ։ Տարում բերեցին Երևան գենշտաբ, այդ քննիչն ինձ հարցրեց, ասավ էդ ինչ ես ասել, ասի խի կդատվես այտենց, դատավորը դատից հետո քո վրան քրեական գործ հարուցելու, հավայի մի գնան ըստի ոնց կան։ Ինչ քրեական գործ հարուցել, ինչի վերաբերել։ Սուտ ցուցմունք տալու, որ ես սկզբից սուտ ցուցմունք եմ տվել։ Ամենասկզբից։ Ամենասկզբից։ Բայց դու ասի որ դու ես վախեցել եմ որտեվ ես ծառայում էի բանակում եւ ինձ ծեծել էին։ Քննիչին չասեցի էլ այտենց։ Ես իմ անելիքը անում եմ էլի։ Ես չեմ ուզում ասենք իմ մի հատ ցուցմունքի համար անմեղ մարդիկ այդքան դատվեն։ Դու ցուցմունք ես վերել մենայն այն պատճառով, ճիշտ եմ հասկանում քեզ, որ դու ցուցմունք ես վերել մենայն այն պատճառով, որ քո վրա ճնշում էր գործադրվում բանակում եւ դու ծառայում էիր։ Եվ ծառայում էր այդ սպաների մոտ։ Նա ծառայությունից հետո արդեն ամեն ինչ նորմալ է լավ։ Հետո բանը իմ գործով եկան ինձ առերեսման Մկրտչյան Դավիթին էլ էին բերել։ Ես որ էլա դուս Մկրտչյան Դավիթին լեյտենանտը Մկրտչյանը։ Հետևիցս էլավ դուս, ասավ երկու շաբթի օրը առերեսման ես Արտակենց հետ, ասացի հա, ասես մենակ դու իրանց հավապացուցի որ ես չեմ խփե, ամեն ինչ լավ գնի քեզ, իսկ լիքը գող շնորհակալ գնեմ։ Ասացի էլավ կապացուցեմ։ Եվ բայց այդպես բան չարեցի, գնացի բանը առերեսման, ասեցին ոնց որ կար։ Ոնց որ կար։ Ու բանը Ֆալջան Դավիթն էլ ինձ այդ վաղ ասա դու դատվարապեր։ Այդ Ֆալջան Դավիթը ո՞ա։ Քնչականից է։ Քնչականից է, զինվորվանը, հա։ Իսկ քո քրեական գործի առումով ինչ ա եղել ասում ես։ Քո դեմ այդ պրոստը դու ասցին որ քո դեմ քրեական գործ կառուցեն։ Ինչ ասում է դատախազ ուզում են նիստ կազմակերպի, այդ որ դու աֆիցերներին վիրավորել ես, քո վրան ուզում են մեղադրանք առաջադրեն ինչ անեն, ուզում են քեզ էլ պատժացնեն, ես դա հասկանում եմ, ես իմ ասելուց հետո են իրանք այդպես։ Եղավ, շնորհակալություն։